Արգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ 26 թվականի առաջին հավասարում նիստը, ուրի համար շնորհավորում եմ բոլորիս, դերձական նիստը և ունենք 27 հատ, ովքեր են դեմ այս օրակարգով աշխատելու համար, դեմ չկա։ Երկրորդ հատ, Հայաստանի Հանրապետության Նահանգապետարանի մարզի Արաքս համայնքի 26 թվականի բյուջեի ազատ մնացորդը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նահանգապետարանի մարզի Արաքս համայնքի ավականում 25 թվականի նոյեմբերի 20-ի համար 105 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Զեկուցող Ռուզաննա Թեմուրյան, խնդրեմ։ Հայաստանի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 802.303.600 դրամ, որից վարչական բյուջե 259.312.400 դրամ, ֆոնդային բյուջե 542.991.200 դրամ, որից սուբվենցիան 140.809.100 դրամ, վարչական բյուջեից սպառում է 2.152.000 դրամ որպես նախորդ տարիների պար, մնացած 257.160.400 դրամը ուղղում ենք ֆոնդային բյուջե։ Հաստատել վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 2.152.000 դրամ, ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 800.151.600 դրամ, որից 140.809.100 դրամը սուբվենցիա։ Կատարել է եկամտային մասում փոփոխություն։ Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումները ավելացրել են 455.437.300 դրամով։ Պետական բյուջեից տրամադրվող դոտացիան նվազել է 6.845.500 դրամով։ Տարեսկզբի ազատ մնացորդը 800.151.600 դրամը մենք կատարել ենք բաշխում մեր սուբվենցիոն ծրագրերի վրա։ Համայնքապետարանով բաշխել ենք 9.69.200 դրամ։ Գազաֆիկացման ծրագրով հատկացրել ենք 346.959.400 դրամ։ Բորոքում ծրագրով հատկացրել ենք 179.447.600 դրամ։ Ճանապարհային տնտեսություն, ասֆալտապատման աշխատանքների համար հատկացրել ենք 329.327.000 դրամ։ Նախադպրոցական ուսուցում ծրագրով հատկացրել ենք 53.350.600 դրամ։ Ջրամատակարարում ծրագրով սուբվենցիոն ծրագրերի վերաբերում հատկացրել ենք 191.730.500 դրամ։ Արտաքին լուսավորության ծրագրով հատկացրել ենք 35.307.800 դրամ։ Մշակույթի տներ ակումբներ վերանորոգման և նախագծերի գումարի համար հատկացրել ենք 69.104.800 դրամ։ Հանգստի և սպորտի ծառայություններին հատկացրել ենք 8.444.800 դրամ։ Ֆոտովոլտային կայանների կառուցման համար հատկացրել ենք 47.347.200 դրամ։ Պահոստային ֆոնդից, քանի որ պակասել էր մեր դոտացիան, պահոստային ֆոնդից նվազեցրել ենք 9.645.500 դրամ։ Զեկուցողի նացեր չկա։ Ովքեր են կողմ հաստատել։ Շնորհակալ եմ, դեմ չկա։ Երրորդ հարց։ Հայաստանի Հանրապետության Նահանգապետարանի մարզի Արաքս համայնքի 25 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին։ Զեկուցող Ռուզաննա Թեմուրյան, խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության Նահանգապետարանի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի 4-րդ եռամսյակի բյուջեի կատարողականի հաղորդում։ Հողի հարկը կատարել են 169.1%, գույքահարկ շրջանություններով կատարել են 126.3%, անշարժ գույքի հարկ 106.6%, գույքահարկ փոխադրամիջոցների 96.8%, դոտացիան 100%, գույքի վարձակալությունից գույքերը 116.5%, տեղական վճարները 156%, սուբվենցիան կատարել ենք 123%,
եւ սեփական եկամուտներով 123%, իսկ ընդհանուր բյուջեն կատարել են 102%։ Ծախսային մասով եկամուտային մասն է։ Ծախսային մասով կատարել են 76.4%։ Հարցեր զեկուցողին։ Ուրեմն հարգելի գործընկերներ, սեփական եկամուտները կատարել են շատ կարևոր բանալի համար 23%։ Դա նշանակում է, որ մեր անջրված խնդիրը 23.3% գերակատարվել։ Ծախսային մասը ինչի է քիչ դարբեր չեն հասցրել։ Ոչ, ասենք նախատեսել ենք, բայց չենք օգտագործել։ Հիմնականում սուբվենցիոն ծրագրերն են։ Հիմնականում, բայց նաև կա նախատեսած, որ չենք օգտագործել գումարները։ Դեմ, չկա։ Չորրորդ հարց։ Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքս համայնքի 25 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։ Զեկուցող Ռոզաննա Թեմուրյան։ Պարոն Բազարյան, նույն տարեկան հաշվետվությունն է, որ դարձած Ուղղակի պետք է հաստատվի արդեն արժեքներով է։ Չկա։ Հինգերորդ հարց։ Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքս համայնքի 25 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։ Զեկուցող Մարիա Ազատյան, խնդրեմ։ Հաստատել Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվություն համաձայն հավելվածը ներկայացվել էր հավաքականներին, ներկայացումներ էր հրապարակված, կարող եք ծանոթանալ, ծավալում անթերցելու համար, և ոչ մի առաջարկ համացանցում դրել էինք, որ որից է մի առաջարկ կամ որից է մի դիտողություն, ոչ մի առաջարկ, ոչ մի դիտողություն չի եղել, դնում ենք քվեարկության, ովքեր են դեմ կա, չկա։ 6-րդ հարց. Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքս համայնքի 26 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին զեկուցող Մարիա Ազատյան, խնդրեմ։ Հաստատել Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը համաձայն հավելվածին։ Հիշում, որ տարեկան աշխատանքային պլանում ներառված են 2026 թվականի ընթացքում նախատեսվող աշխատանքները սուբվենցիոն ծրագրով, ինչպես նաև համայնքի բյուջեով իրականացվող թեվարչական ֆոնդային բյուջեով ծավալունա հավանվածը ներկայացված է ձեզ։ Ոչ մի բան դիտողություն կամ առաջարկ չի եղել, հանրային քննարկումը տեղի ունեցել, էլի ոչ մի առաջարկ կամ դիտողություն չի եղել։ Դնում ենք քվեարկության, ովքեր են դեմ։ Դեմ չկա։ 7-րդ հարց. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ սուբվենցիա ստանալու նպատակով 26 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերին համաձայնություն տալու մասին։ Զեկուցող Մարիա Ազատյան։ Արգելի գործընկերներ, ստեղ մի նրբություն կա, ուզում եմ տեղյակ լինեք, անցած տարիների մեր դրական եզրակացությունները ստացել ենք, նախատեսել իրականացրել ենք, արել ենք, բայց վերջնական մրցույթային դրական եզրակացություն չեն ստացել, նախորդ տարիներում ինչքան սուբվենցիա մնացել, պետք է փոխենք 26 թվականով, որ մտնի միշտ իրադարձական։ Դրա համար, հեսա Մարիան, ձեզ ամուսություն խնդրեմ։ Մարզի Արաքս համայնքի Խորոմ գյուղի ոռոգման համակարգի կառուցում, Արտիմետ գյուղի ոռոգման համակարգի կառուցում և Ակնաշեն գյուղի ոռոգման համակարգի 26 առանձին կարտա, 26-ը կարտա, հետո կասես, որ էսի նախորդ տարիների։ Հաջորդ հայտը Արաքս համայնքի Խորոմ գյուղի Վարդանյան փողոցի ջրահեռացման համակարգի կառուցում, Արատաշեն գյուղի Մաշտոցի երիտասարդական Նժդեր փողոցների ջրահեռացման համակարգի կառուցում, Վիվոյդը գյուղի Սունդուկյան Մաշտոց և Դաշտեց փողոցների ջրահեռացման համակարգի կառուցում, Ջրարատ գյուղի Գույնկարների և Չաուշ փողոցների ջրահեռացման համակարգի կառուցում, Ջերարդի գյուղի Սևակ Թումանյան փողոցների ջրահեռացման համակարգի կառուցում, Լուսագյուղ գյուղի Խանջան Սայաթովա փողոցների ջրահեռացման
համակարգի կառուցում, Ակնաշեն գյուղի ջրահեռացման համակարգի կառուցում, Մեծամոր գյուղի Սարյան փողոցի ջրահեռացման համակարգի կառուցում, Հայկաշեն գյուղի 4-րդ, 11-րդ, 2-րդ փողոցների ջրահեռացման և խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցում, Արտիմեր գյուղի Թումանյան փողոցի ջրահեռացման համակարգի կառուցում։ Սա երկրորդ հայտներն էր։ Այս ջրահեռացումն է, որ պետք է իրականացվի սուբվենցիոն ծրագրից։ Երրորդ հայտը Արաքս գյուղի Նժդեհ Խոստիկյան բարեկամություն փողոցների ջրահեռացման և բարեկամության փողոցի ջրամատակարարման համակարգի կառուցում, Գայ գյուղի Գարնանային 2, Գարնանային 3, Սարյան 3, Սարյան 4, 20-րդ Երևանյան 6, Երևանյան 7, Սարգյան փողոցների ջրահեռացման համակարգի կառուցում։ Չորրորդ հայտ Արաքս գյուղի Պարուր Սևակ Թոնուսի Մկրտչյան Կարեն Դեմիրճյան Արցախ սահմանապահներ փողոցների լուսավորության նոր համակարգի կառուցում, Գայ գյուղի Սարյան, Սարյան 1, Սարյան 3, Սարյան 4, Սարյան 6, Սարյան 7, Արարատյան, Արարատյան 1 փակուղիներ, Շահումյան, Իսակյան, Խաչատրյան, Երևանյան փողոցների լուսավորության նոր համակարգի կառուցում։ 5-րդ հայտ Խորոմ գյուղի Վարդանյան փողոցի Գերեզման տանող և դպրոցի հարակի փողոցների ասֆալտապատում, Արտիմեր գյուղի Թումանյան փողոցի ասֆալտապատում, Գրիբայրը գյուղի Սունդուկյան Մաշտոցի Դաշտեց փողոցների ասֆալտապատում, Ջրարատ գյուղի Ուեկալների փողոցի ասֆալտապատում, Ջրարդի գյուղի Սևակի փողոցի ասֆալտապատում, Լուսագյուղ գյուղի Խանջան և Սայաթնվատ փողոցների ասֆալտապատում, Ապագա գյուղի 6-րդ, 5-րդ, 15-րդ և 25-րդ փողոցների ասֆալտապատում, Մեծամոր գյուղի Սարյան փողոցի ասֆալտապատում և Արատաշեն գյուղի երիտասարդական փողոցի ասֆալտապատում։ 6-րդ հայտը Արաքս գյուղի Նժդեհ փողոցի ասֆալտապատում, Գայ գյուղի Գարնանային 2, Գարնանային 3, Սարյան 3, Սարյան 4, 20-րդ Երևանյան փողոցների ասֆալտապատում։ 7-րդ հայտ Գայ գյուղի Սարյան 5, Սարյան 6, Առաջին, երկրորդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 12-րդ փողոցների գազաֆիկացում, Գրիբայրը գյուղի Քոչար, Խաչատրյան 2-րդ, 3-րդ փողոցների գազաֆիկացում, Հայկաշեն գյուղի 2-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների գազաֆիկացում, Արատաշեն գյուղի Թումանյան, Անդրանիկ Տերյան, Ռաֆի փողոցների գազաֆիկացում։ 8-րդ հայտ Արաքս գյուղի սահմանապահներ Պարուր Սևակ, Իսակովի Մկրտչյան, Բարեկամության Խոստիկյան, Շիրազի Սարգյան, Թումանյան, Ալնագույն Գայի, Ջանգիր Աղայի, Ռափու, Հաղթանակի, Կամոյի, Հրաչյան Ներսիսյանի, Արցախի, Դեմիրճյան փողոցների շարունակության գազաֆիկացում։ Մեծամոր գյուղի Մեծամորի խճուղի Շեչարենց, Իսակյան, Տերյան փակուղի, Սարյան փակուղի, Նժդեհ, Թումանյան, Ավետիսյան, Մաշտոց, Թումանյան, Շիրազ, Խաչատրյան, Դուրյան, Մեծարեց, Ազատության և Նադոց փողոցների գազաֆիկացում։ 9-րդ հայտ Խորոմ գյուղի մանկապարտեզի բակի բարեկարգում, Ապագա գյուղի մանկապարտեզի շենքի ներքին հարդարում, բակի բարեկարգում, Արատաշեն գյուղի մանկապարտեզի հին մասնաշենքի ներքին հարդարում։ Այս 26 թվականի նախատեսվող սուբվենցիոն ծրագրերն են միապահովելի աշխատան և նախորդ տարիների սուբվենցիոն ծրագրով դրական եզրակացության վերջնական ող չի հաստատվել, հիմա տեղափոխում ենք 26-ին։ Արտիմեր գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Մեծամոր գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում, Հայկաշեն գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում և մանկապարտեզի բակի բարեկարգում, Լուսագյուղ գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում, մանկապարտեզի բակի բարեկարգում և Ջրարդի գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում։ Հաջորդ հայտը Հայկաշեն գյուղի այգու կառուցում և հուշարձանի տարածքի բարեկարգում, Արաքս գյուղի հուշարձանի տարածքի բարեկարգում։ Հաջորդ հայտը Արաքս համայնքի Արաքս գյուղի հանդիսությունների սրահի ներքին հարդարման և կոմունացիային հատվածի աշխատանքները, Ջրարդի գյուղում կոմունալ սպասարկում և բարեկարգում հատի նոր քաղաքակայանի կառուցման աշխատանքներ։ Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի նոր հասարակական
Նշանակության շենքի կառուցում, Արաքս գյուղի մշակույթի տան գույքի ձեռքբերման աշխատանքներ։ Արաքս համայնքի խորհուրդ գյուղի նոր սպորտային համալիրի կառուցում եւ Արաքս գյուղի մշակույթի տան առաջին հարկի վերանորոգում։ Եվ այգիները 24 թվականին հետաձգված մեր ծրագրերն են։ Գայ գյուղի կենտրոնական այգու բարեկարգում, Գայ գյուղում տվող եկեղեցու հարակից տարածքի բարեկարգում, Արաքս գյուղի մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգում, Գրիբայդը գյուղի կենտրոնական այգու բարեկարգում եւ Արտոնե գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի բարեկարգում։ Ուրեմն, լավ, եկեք քվեարկեն նոտասն, ովքեր են դեմ։ Դեմ չունեն։ Ընդհանուր 16-ը եւ տեղեկացնեմ ձեզ, որ դեկտեմբեր ամսին մենք ստացել ենք 11 ենթածրագիր, որոնց մրցույթները հիմա արդեն հայտարարում են, որից 5-ը մշակույթի տունն է իրանց գույքով եւ տարածքով։ Անգիր չեմ հիշի մնացած բոլորը, բայց դեկտեմբերին ստացած տեղական եզրակացության սուբվենցիաները արդեն մի քանիսը հայտարարել ենք եւ մնացածը ապագայում մոտորերս սկսենք հայտարարել։ Հաջորդ հարց, 8-րդ հարց։ Այս հարցեր կան, որովհետեւ այս սուբվենցիաների հետ կապված։ 8-րդ հարց։ Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը համարվող գույքի 20 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ Զեկուցող Անժելա Մուրադյան։ Ղեկավարվելով տեղեկատվական մասին օրենքի 18-րդ ռեդակցիայի մասի 32-րդ դեպի 17-րդ հոդվածով Հայաստանի Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը Արաքս համայնքի ավարտակի որոշում է հաստատել Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի սեփականությունը համարվող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը համաձայն հավելվածի։ Երկրորդ կետով համայնքի ղեկավարին ստեղծել խոտաբան հանձնաժողով ոչ պիտանի ապրանքների դուրսգրման աշխատանքներ իրականացնելու համար։ Այդ հավելվածները ձեր մոտ ուղարկել չէ՞։ Որ έτσι մի հարց կա, ձեր չկա։ Ովքեր են դեմ։ Դեմ չկա, հաստատված է։ 5-րդ հարց։ Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքս համայնքի 26 թվականի աղբանության եւ սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին։ Զեկուցող Անժելա Մուրադյան, խնդրեմ։ Օրենսդրական հողումները չկան, Արաքս համայնքի հավաքանի որոշումը հաստատել Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի աղբանության եւ սանիտարական մաքրման սխեման համաձայն հավելվածի։ Երևի թե անհամարը չնշեմ, միանգամից գումարը աղբանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Արաքս համայնքի 26 թվականի բյուջեից, աղբանության համար 78,840,000 դրամ, սանիտարական մաքրման համար 16,800,000 դրամ։ Տեղեկացնեմ, որ աղբանության գումարը նախորդ տարիներին չնայած մոտ 30-ից 40, ճիշտ եմ ասում, պարոն Ավասարյան, աղբանման ավելացել է, բայց նորից նույն գինն է մնացել, բայց սա մաքրումը, սանիտարական մաքրումը, քանի որ մայթեր են կառուցել մոտավորապես 3-4 կիլոմետր, այդ մի քիչ գումարը ավելացել է մի քիչ, մոտիկով իհարկե տենց շահած, մոտ 2 միլիոն, հա? 2,800,000 գումար մոտիկով ավել է շահած։ Անցած տարվա համեմատ։ Չկա, սանիտարական մաքրման այս սխեման հարցեր չկա, դեմ ունենք։ 10-րդ հարց։ Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքսի միջնակարգ Քրիստոս պետական ոչ առևտրային կազմակերպությանը դրամաշնորհ հատկացնելու մասին։ Զեկուցող Շամ Աբդալյան։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նարմավիրի մարզի Արաքսի միջնակարգ Քրիստոս պողոտի տնօրենի 2026 թվականի հունվարի 26-ի դիմումգիրությունը Արմատ ինժեներական լաբորատորիայի համար ինտերակտիվ սմարթ դրատախտակ ձեռքբերելու նպատակով Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1,260,000 դրամ դրամաշնորհ։ Դեմ Դե մենակ է smart
բավականին անբանա, բայց շատ անհրաժեշտ կարելի ասել սովորել դպրոցների համար։ Դեմ չկա։ Եթե չեմ սխալ, ջրարակում օգտագործում եք։ Այս պահին չէ օգտագործեցին, որ տարածք չունենք, հիմա ասում են որ դպրոցին տեղա։ Իսկ նոր դպրոցի տալիս են էդի, չէ՞։ Էդի չեն տալիս։ 11-րդ հարց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտիմեդի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության ծրամաշնոր հատկացնելու մասին կընտրենք։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտիմեդի միջնակարգ դպրոց փողակի տնօրենի 2026 թվականի փետրվարի 2-ի դիմադրությունը դպրոցի կարիքների համար 2 հատ GPL բարձրախոս տարտիլով, 1 հատ մինչել, 2 հատ հեռակառավարման խոսափող, 5 հատ համակարգիչ և աղբի տեսակավորման համար աղբամաններ ձեռք բերելու նպատակով Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1.300.000 դրամաշնորհ։ Դեմ 12-րդ հարց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրեյգայթը Ռոստովյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության դրամաշնորհ հատկացնելու մասին։ Զեկուցող կընտրենք։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիգորի Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց փողակի տնօրենի 2026 թվականի փետրվարի 3-ի դիմադրությունը դպրոցի 7 դասասենյակների համար շերտավարակույններ, իսկ բուֆետի համար օդակարգիչ սարք ձեռք բերելու նպատակով 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 528.000 դրամաշնորհ։ Դեմ Դրանով բյուջետ չի երիքում, թե դիմում է, դեմ մեր երեխեքն են օգտագործում։ 13-րդ հարց Կանանց միջազգային օրվա կապակցությամբ գումար հատկացնելու մասին։ Զեկուցող Ժան Տավտարյան, կընտրենք։ Արաքս համայնքի ենթակառուցության կազմակերպությունների, Արաքս համայնքում գործող թվով 13 դպրոցների, Արաքս համայնքի վարչական ղեկավարների նստավայրերի կին աշխատակիցների համար կանանց միջազգային օրվա մարտիրքի կապակցությամբ հյուրասիրություն կազմակերպելու նպատակով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1.400.000 դրամ։ Նախորդ տարի 900 կամ 950.000 դրամ է եղել, քանի որ այս տարի նաև մանկապարտեզներ ավելացած և մի քիչ հյուրասիրությունը ավելի ավելացված։ Սաղամարդկացա վերաբերում, դեմ չկա, չէ։ 14-րդ հարց Գումարը հատկացնելու մասին զեկուցող Ժան Տավտարյան։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ենթակառուցության թվով 13 մանկապարտեզների համար խոհանոցային կոմբայն և Արաքսի մսուր մանկապարտեզ օղակի համար հեռուստացույց ձեռք բերելու նպատակով Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1 միլիոն դրամ։ Դեմ Խոսքը Անվարյանը նայեց, խոսքը վերաբերում է բոլոր մանկապարտեզներին, խոհանոցային հզոր կոմբայն տալու, որովհետև ներկայիս մենյուով ալբումները շատ են, տնօրենները դիմեցին և ասացին, որ դրա անհրաժեշտությունը իսկապես կա մանկապարտեզի։ Սննդակարգի փոփոխության հետևել, հավաքածուը որ հյուրեր, ակումբները, բոլոր մանկապարտեզները։ Դեմ չկա։ 15-րդ հարց գումար հատկացնելու մասին։ Զեկուցող Ռուզաննա Թեմուրյան, կընտրենք։ Արաքս համայնքի կարիքների համար սերսիմակ տեխնիկա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1.500.000 դրամ։ Ուրեմն երկու բառով ներկայացնեմ այս հարցը, ուրեմն մի հատ բոլոր տղամարդկանց հավերավը բոլորն է գիտեն սրսման տեխնիկայի հետո լուծում ենք, մենք բան ունենք, մեխանիզացիա ունենք, հետո սարքավորում
այդ տեխնիկան հանձնել կոնգրաս սպասարկման մեր վարդի, որպեսզի իրականացնել բոլոր աշխատանքները։ Դեմ ուսումնասիրվել է շուկան մոտավորապես 1.500.000 դրամա, նատավնենք ու այդ հոսից երևիտ է կպացնենք։ Դեմ, չկա, 16-րդ հարց, գումար հատկացնելու մասին, այսօր սա գումար հատկացնելու մասին է, զեկուցող Ռոզաննա Թեմուրյան, խնդրեմ։ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համար բազմաֆունկցիոնալ տպրիչ ստար ձեռքբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականին հաստատված բյուջեից հատկացնել 200.000 դրամ։ Դեմ, պրասիտիկին ուզանում է։ 17-րդ հարց և մինչև 26-րդ հարցը պարոն Սերմիկ Երեմյանն խնդրեմ 17-րդ հարց անշարժ գույքման հատուկ օգտագործման իրավունքով ակնաշենի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին։ Պարոն Սերմիկ Երեմյան, դրանից հետո դուք կարդացեք ու մեկնաբանեք, էլի։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող Ակնաշեն գյուղ բարեկամության փողոցի 5/1 հասցեով գտնվող մանկապարտեզի շենքը և 1 հեկտար 1023 հողամասը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Արաքս համայնքի Ակնաշենի մանկապարտեզ խոհակին։ Այսինքն մեր բալանսի մեջ տեղափոխում ենք մանկապարտեզ, կարծենք նոր մանկապարտեզը, որպեսզի լիցենզիա ստանա։ Դրանց լիցենզիան մատնենք ունենք։ Դեմ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 406 քառակուսի մետր բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք հողատարել աճուրդային կարգով։ Աճուրդային կարգով հողատարման մեկնարկային գին սահմանել 406 քառակուսի մետր բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքի համար 1.030.000 դրամ։ Դեմ, Գնահատված գնահատված, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 1895 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության բարելավ հողատարել աճուրդային կարգով։ Աճուրդային կարգով հողատարման մեկնարկային գին սահմանել 1895 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության բարելավի համար 1.400.000 դրամ։ Դեմ, հիմա առանց գնահատել անգամ 1 քառակուսի մետր հող չի վաճառվում։ Հաջորդը։ Թույլատրել մրցութային կարգով արձակագրությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1830 քառակուսի մետր բարելավը։ Մրցութային կարգով արձակագրությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 1830 քառակուսի մետր հողամասի համար 16.000 դրամ։ Դեմ, չկա։ Հաջորդը։ Թույլատրել մրցութային կարգով արձակագրությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող Գայ գյուղում գտնվող 1793 քառակուսի մետր բարելավը 20 տարի ժամկետով։ Մրցութային կարգով արձակագրությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 1793 քառակուսի մետր հողամասի համար 15.000 դրամ։ Դեմ, չկա։ Հաջորդը։ Թույլատրել մրցութային Հեկտարը կարգով 100.000-ից ավել ագարել։ Մի հեկտարը 100.000 դրամից ավել ագարել։ Թույլատրել մրցութային կարգով արձակագրությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող Գայ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3343 քառակուսի մետր բարելավը 20 տարի ժամկետով։ Մրցութային կարգով արձակագրությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 3343 քառակուսի մետր հողամասի համար 30.000 դրամ։ Դեմ, չկա։ Հաջորդը։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ապագա գյուղի 1040 քառակուսի մետր կադաստրային ծածկագրով հողամասը, որը սխալմամբ հաշվարկվել է որպես քաղաքացու սեփականության հողամաս, ճանաչել համայնքային սեփականության գույք։ Դեմ, չկա։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում գտնվող 53 քառակուսի մետր հողամասը, որը սխալմամբ հաշվարկվել է որպես քաղաքացու սեփականության հողամաս, ճանաչել համայնքային սեփականության գույք։ Դեմ, չկա։ Արմեն Աշոտի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող
16 հեկտար 574 քառակուսի մետր հողամասից 1000 քառակուսի մետր հողամասը գյուղատնտեսական արդյունաբերության ներգործնի վայր արտադրական գործառնական նշանակություն այն հողադրել գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ նպատակային գործառնական նշանակությունը փոքր արդյունաբերության ներգործման եւ այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը պայծ կառուցելու համար 1000 քառակուսի մետր 16 հեկտարի 16 հեկտար դե չկա հաջորդը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի որոնք յուղի արժեքներ սահմաններում գտնվող քաղաքացիական Սամվելի Ազիզյանի սեփականության իրավունքով պատկանող 3201 քառակուսի մետր հողամասի 430 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա։ Նշված հողամասի վրա առկա 211.1 քառակուսի մետր մակերեսով շինությունները փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ դե Եվ ունենք ձեզ ուղարկել ենք լրացուցիչ հարց գումար հատկացնելու մասին զեկուցող Ռոզաննա Թեմուրյանը։ Արաքս համայնքի ուսանող գյուղի 200 ձամիտր թափ ջրահեռացման համակարգ կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականին հաստատված բյուջեի ջրամատակարարում եւ ջրահեռացում ծրագրի 51.2 հոդվածից հատկացնել 1.300.000 դրամ։ Դեմ Շնորհակալ եմ, եթե հարցեր կան, խնդրեմ։